Պարոն Մելքումյան, ասացիք, որ տնտեսության վիճակը նոր չէ, որ վատ է, 2 տարի, 2.5 տարի, սա այն շրջանը, երբ կառավարում էր Հովիկ Աբրահամյանը, ստացվում է, որ տնտեսության վիճակը վատացել է հենց Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին, այն վարչապետի, որի հետ անձամբ դուք ձեր քաղաքական ուժը մեծ հույսեր էր կապում եւ խիստ քննադատաբար հեռացրեցին Տիգրան Սարգսյանին, հույսով, որ Հովիկ Աբրահամյանը ավելի լավ կկառավարի։ Փաստորեն հակառակը ստացվեց։ Բայց ձեր հարցը ո՞րն է, դուք հարց եք տալիս, գնահատական եք տալիս։ Չէ, հարցը ո՞րն է։ Եմ արձանագրում, այսինքն ստացվում է ձեր խոսքից, որ Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին ավելի վատացավ տնտեսության վիճակը։ Նաև հիշեցնում եմ թերթի վերաբերմունք։ Տեսեք։ Ուրեմն իսկապես դուք իրավացի եք, մենք Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ խիստ քննադատում ենք, որտեղ հիմքերը հետագա դրվել են հենց որտեղ Տիգրան Սարգսյանը, եթե չեմ սխալվում, 2008 թվականից է վարչապետ, 8 թվականից եւ 8 թվականի ճգնաժամ եւ այլն, եւ մենք եկանք հասանք 14 թվական, չէ, եւ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը։ Արդեն իսկ վիճակը վատացել էր, հիմքերը դրվել էր, բայց այս աստիճանի ծայրահեղ չէր, ոնց որ հիմա է։ Հիմա մենք ավելի ծայրահեղացվել ենք, որովհետեւ տնտեսությունը քաշից ընկել է եւ այո, այն ոչ ստանդարտ միջոցառումները, որ պետք է արվեր, ով է ասում, դուք երբեք չեք տեսել, որ ես չքննադա։ Այն ինչ որ հիմա ես ասում եմ, ես 2-3 տարի ասում եմ։ Ես չեմ փոխել իմ կարծիքը, չարվեց դա, բայց թե ինչքանով էր այդ հնարավորությունը տրված անել չանելու, սա երկրորդ հարցն է։ Դրա համար ես իմ խոսքի սկզբում ասեցի, վետոյի իրավունք եւ ավելի ընդլայնում այդ շրջանակների, որպեսզի վարչապետը կարողանա, եթե ինքը պատասխանատու է, ուրեմն կարողանա ազատ իրականացնի այն քաղաքականությունը, որ մշակվել է։ Բայց դուք գիտեք, որ մեր հանրապետությունում վերջնական որոշումները որտեղ են ընդունվում։ Այսքանը։ Առավոտ։ Երոջս հարցը ավելի շատ շարունակեմ, պարոն Մելքումյան, այս ժամանակ եռյակի թե քառյակի այսպես մեծագույն հաջողություններ չէ ներկայացվում Հովիկ Աբրահամյանի վարչապետ գալը, որովհետև արդեն նպատակ էր դրվել, որ Տիգրան Սարգսյանը պետք է հեռացվի եւ այլն, հեռացվեց եւ դա համարվեց քառյակի ջանքերի շնորհիվ, հաջողության որպես գրավական։ Հիմա Հովիկ Աբրահամյանը եկավ, գոնե ճիշտ է, այդ վետո դնելու իրավունքը չունեցավ, այդ ոնց որ դուք եք ասում, բայց համենայն դեպս որոշ թիրախներ ընտրեց, կոռուպցիայի դեմ պայքար, չգիտեմ, մենաշնորհատերերին հավաքեց, ասեց այսօրվանից խաղի կանոններ փոխում ենք, ամեն ինչ փոխվում, ալերի ուրիշ վիճակը եւ այլն։ Գոնե այն ինչ որ ինքը ասել էր, հավաքել էր գործարաններին, գոնե իր այդ խոստացածները հո կարող էր անել, թե չէր կարող անել։ Նկատի ունեմ դուք հիմա արդարացնում եք, որ ինքը չուներ այն լծակները եւ այլն, բայց շատ բան։ Ես ընդհանրապես իմ պրակտիկայում սովորություն չունեմ, որևէ մեկին արդարացնեմ կամ չարդարացնեմ։ Մենք փորձում ենք գնահատականներ տալ եւ մեր քաղաքական ուժը Բարգավաճ Հայաստան այն քաղաքական ուժերից է, որ հայհոյանքներով, չգիտեմ, կտրուկ, այսպես ժողովրդահաճո շատ բաներ ասելով չենք հավակնում։ Եվ այն ոնց որ ասում է դուխը եւ բանը ունենք, որ եթե մի քիչ ժողովրդահաճո չի, բայց ճշմարտությունը ասենք եւ շարժվենք առաջ։ Այնպես որ որևէ մեկին արդարացնել չարդարացնելու խնդիր չկա։ Տիգրան Սարգսյանի հերացման հարցում դուք էլ ունեք շատ մեծ լումա, այդտեղ երրակ քարակ ես գնահատականներ չեմ տալի, որտեղ ԶԼՄ-ները իրենք ներկայացնում են արդարությունը, իսկ եթե արդար տեղեկատվությունը դուք ներկայացնում եք, արդեն մեծ գործ եք անում դուք։ Այնպես որ ես ձեր դերակատարությունը այստեղ շատ կարևորում եմ։ Ինչ վերաբերում է ինչ ասեց եւ ինչ արվեց։ Այո, դուք իրավացի եք։ Բաներ կա, որ չի պահանջում ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ, այլ պահանջում է քաղաքական որոշման իրականացման կամք։ Էլեմենտար կարգ ու կանոն մտցնելու, էլեմենտար կամ այդ նույն մենաշնորհների հետ կապված։ Ես արդեն ասեցի, չեմ ուզում կրկնեմ։ Եթե որոշվել է, որ դաշտը պետք է լինի ազատական, այո, կլինի մի վարչապետը, մյուս վարչապետը պետք է դրա մասին որոշում կայացնեն եւ հարգեն այդ որոշումը։ Ես չգիտեմ, այն ժամանակ այդ քաղաքական որոշումը կայացվել էր, թե չէ, բայց ես ենթադրում եմ, որ եթե մի բանի մասին հայտարարվում է, ուրեմն պայմանավորվածություն կա, թե ինչի՞ չի դա հետո իր ամբողջ ուժով չկատարվել, միգուցե ինչ որ լուրջ դիմադրություններ են եղել, դա արդեն երկրորդ հարցն է, ես չեմ ուզում անդրադառնամ այդ դիմադրությանը։ Մենք հիմա պետք է առաջ նայենք, ես կարծում եմ, որ բոլորը շահագրգռված ենք, որ սա մեր հայրենիքն է, ուրեմն առաջ ենք նայում, կարմիր գիծը գծվի եւ ասվի, խաղի կանոնները այս են, ով որ բավարարում է, բավարարում, ով չի բավարարում, անկախ իրանց վաստակից, իրանց կապերից, իրանց չգիտեմ ինչ որ դերակատարությունից, որ մեր մոտ այդ սովորությունները կա, ինչ որ այսպես հերվից հերու կամ մոտիկից մոտիկ ինչ որ նայենք, ասենք, այս ինչ մարդն է, սրանց ոնց կլինի։ Եթե 1-2 քայլ անենք, կտեսնենք, որ ուրեմն լուծումներ կան։ Ես 3 ոլորտ եմ ընդհանրապես ասել, չեմ խորշում, ասել եմ, թող կրկնեմ։
դատական համակարգ, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում է եւ տևում է տարիներ ու մարդիկ անելանելիության վիճակի մեջ են հայտնվում։ Կոռուպցիա, որը պետքա տեսեք, չափով ցույց տա, կոռուպցիայի մասին հենց այնպես չենք խոսում, չափի, ասա որտեղ է դա, ռիսկերը ցույց տուր, ասա այ ես այս միջոցառումները անելով իջացրեցի դա, որ դուք տեսանել լինի, դուք էլ ցույց տաք, եւ երրորդը այդ մենաշնորհները, որ ասա, մենաշնորհը դա այն դասական մենաշնորհների մասին չի, ասենք 3-4 սուբյեկտ վերում է բենզին, սալարկա, չգիտեմ, ձեթ, բանան, սիտրուս, ցույց տուր, որ մենակ դրանք չեն։